Կտրում եմ այդ հարցերը մի տվեք։ Տրամադրությունը Պարոն Կարապետյանի տրամադրությունը ինչպես միշտ շատ լավ է, շատ լավ։ Իսկ ինքը խոսել է, Այս հարցերը խնդրում եմ Բացարձակ ոչ մի օրինական հնչ չկա։ Դիսկը մի օր վերցրեք լսեք դա։ Ներկայացված միջնորդության վերաբերյալ բացարձական հիմն է որևէ հանցանքի մասին խոսելը առնվազն անլուրջ է։ Պարոն Կարապետյանի խոսքը։ Ես բառացի չեմ մեջբերի, այո, պարոն Կարապետյանը իր դիրքորոշումը հայտնել է, կտրուկ դեմ է, ինչպես պաշտպանության կողմը։ Իսկ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր, խոսել է այս մասին, այս զարգացումները, նա սպասում էր, որ այսպիսի բան կհաջորդի եկեղեցի։ Էմոցիոնալ հարցերին չենք կարող պատասխանել, իրավական հարցերին Լավ, իսկ դատախազը ինչպես է հիմնավորում, օրինակ այդ հայտարարությունն է, ինչպես է Իմ կարծիքն եք ուզում, դատախազը չի կարողանում հիմնավորել, եթե իմ կարծիքն եք։ Իրավական առումով հետ վերցնելու ինչ մեթոդներ կարող է իշխանությունը։ Մենք հեծի հարց չենք քննարկել։ Կասեք մեղադրող դատախազի անունով դառնալ։ Չեմ ցանկանում ասել։ Լավ, բայց ինչպես է հիմնավորում։ Չեմ կարող ասել։ Ուղղակի հետաքրքիր է շատ, թե դատախազը ինչպես է այդ փոքրիկ մեկնաբանությունը հիմնավորում որպես կառավարության մի հետաքրքիր հանգամանք նշեմ, որ որպես կանոն կալանքի միջնորդությունների քննարկման ժամանակ ներկա է լինում գործը քննող քննիչը հազվադեպ է լինում, երբ մասնակցում է նաև հսկողություն իրականացնող դատախազը, տվյալ միջնորդության քննարկմանը ներկայացել էին երկու քննիչներ, որից մեկը ընթացքում հեռացավ եւ դատախազ, այսինքն ներկայացել էին 3 քննիչներով։ Ինչ է սա նշանակում? Կարելի է ենթադրել, որ նաև ճնշման այսպիսի մեթոդ էր, որ տեսեք մենք 3 հոգով ենք եկել, այսինքն հարգելի դատարան, այս գործը մեր համար շատ կարևոր է։ Իսկ զգացվեց դատավորից ճնշվածություն, պարոն Հակոբյան։ Նիստը վարելու ընթացքում չզգացվեց։ Դատավորը Արտակ Կարապետյան։ Այո։ Իսկ ուզում եի հարցնել Ինչ է քաղաքական ճնշում դուք տեսնում եք, դուք կարծում եք, որ սա քաղաքական հետապնդում է։ Այդ հարցին պատասխանել են արդեն ոչ իրավաբանները, ես իրավական գնահատական եմ տալիս, բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական պրոցեսի ականատեսը չենք։ Պարոն Հակոբյան, եթե իրավական պրոցեսի ականատես չենք, իրավական լուծում ակնկալում եք այս դեպքում։ Եթե իրավական լուծումը այս պահի դրությամբ, օրինակ քննիչի ներկայացված միջնորդությունը մերժելն է։ Իսկ ինչու ժամի առումով չի նշել, պարոն Հակոբյան, կա նման ընդհանրակարգ, որ սովորաբար ժամային առումով չեն նշում, գնում են խորհրդակցական սենյակ։ Եթե ժամ չեն նշում, ուրեմն մի քիչ շատ պետք է աշխատեն կամ իրանք չգիտեն ինչքան պետք է աշխատեն այդ որոշման վրա։ Մոտ 4 եւ ավելի ժամ նիստ եղավ, դատավորը պետք է այդ ամեն ինչը թղթին տա։ Հնարավոր է այսօր չհրապարակվի դա։ Մեզ ասեց պատրաստ լինելուն պես եւ ասեց ժամ չեմ նշում, հրապարակելուց 30 րոպե առաջ աշխատակազմը մեզ տեղյակ կպահի։ Ես մի փոքր ուշանում մնալու դուք ինչ եք նիստերի դա Այստեղ կա արգելանքի տակ գտնվող անձանց համար նախատեսված փակ գոտի։ Պարոն Ֆերոյան, ես մի փոքր Հակոբյան, դուք ինչ տպավորություն եք։ Դե բերեք տպավորություն, որտեղ շատ երկար տևեց, թվում էր թե շատ པարզ է, մի նախադասություն։ Դատավորը մանրամասն քննության ենթարկեց քննիչի միջնորդությունը մեր դիրքորոշումները մանրամասն ուշադիր լսեց, ինչ դիրքորոշում կհայտնի, մենք ձեզ կասենք։ Իսկ դատախազը ինչպիսին էր, ինչպես էր իրեն պահում, կարողանում էր համոզիչ փաստարկներ բերել, որ Սամվել Կարապետյանը պետական հեղաշրջում։ Մեր գնահատմամբ ոչ չէր կարողանում եւ շատ անհամոզիչ էր եւ դատախազի եւ քննիչի հիմնավորումները։ Որ հիմնավորումը հատկապես։ Բոլոր հիմնավորումները։ Այսինքն ինչպես էր մեկնաբանվում։ Եվ որ արկա է հիմնավոր կասկած եւ որ արկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր։ Մենք վիճարկում ենք եւ ձերբակալման իրավաչափությունը եւ հիմնավոր կասկածի արկայությունը, այսինքն մենք գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել եւ վիճարկում ենք նաեւ խափանման միջոցի քննիչի ներկայացված բոլոր 3 հիմքերը։ Երբ օրինակ հարց տվել են արդյոք Սամվել Կարապետյանին, ինչ է նկատի ունեցել, երբ ասել է մենք մեր ձևով կմասնակցենք։ Այո, հարցը տվել են, պատասխանը ներկայացրել է, իր պատասխանը, դե հիմի ես այդ պատասխանը որ ներկայացնեմ, լավ, ասել է, որ ես այն
կոչ երբեք չեմ արել, որևէ քաղաքական գործընթացների մասնակցելու կոչ չեմ արել։ Պարոն Հակոբյան, տեսանյութն է եղել հիմնական Բացառապես տեսանյութը։ ոչ թե սղագրությունները, այլ տեսանյութը, որովհետև սղագրություններ կային, որոնք տարբերվում էին տեսանյութում եղած Այդ ինֆորմացիայից։ սղագրությունը դուք կարող եք յուրովի անել, ես յուրովի կարող եմ սղագրություն կատարել։ Հենց Ունեք դրա համար եմ տեսանյութ, ձեզ որը հարցնում, տեսանյութն է, միայն տեսանյութը։ օպերատիվ որևէ տեղեկություն չի եղել է։ տեսանյութն է, տեսանյութի հիման վրա զննության արձանագրությունն է եւ զննության հիման վրա հաղորդումն է։ Իսկ դատավորի մասին ինչ կարծիք ունեք։ Տարբեր կարծիքներ իմ այս չեմ հնչեցնել, բայց եթե առնչվել եք երբևէ նորանշանակ դատավորը կոնկրետ տվյալ դատավորի մասին լսել եմ, որ կայացրել է եւ արդարացման դատական ակտեր եւ մեղադրական դատական ակտեր։ Կարապետյան Արտակ։ Իսկ մեղադրող դատախազը ոնց հասկացանք, այսինքն նախաքննական մարմինը հենց կալանք է, չէ՞, պահանջում, մտածում եմ, որ երևի շատ վտանգավոր հանցագործ է, կարող է ինչ-որ բան անել, հա, այդպես է։ Քրեական վարույթ իրականացնող մարմինը միջնորդել էր կիրառել խափանման միջոց կալանք եւ իր միջնորդության մեջ նշել էր, որ այլընտրանքային խափանման միջոցները իզորու չեն ապահովել մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար գտնվող Սամվել Կարապետյանի պատշաճ Մի վարքագծին։ բան էլ չտեմ, թեպետ դուք ձեր խոսքում ասացիք, բայց կխնդրեմ հստակեցնեք։ Նույնիսկ եթե ամենամեղմ խափանման միջոցը կիրառվի, օրինակ գրավ X միլիոն դրամի դիմաց, ես ստորագրություն երկիր չբացակայ։ Դուք միևնույն է դա կբողոքարկեք։ Միանշանակ։ Իսկ դատարանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները դուք մեջ բերել եք, ներկայացրել եք, որպեսզի բարձ լինի նաև քաղաքական ենթատեքստը եւ հետապնդումը։ 4.5 ժամ դատական process ա եղել, չենք կարող ամբողջությամբ ձեզ ներկայացնել։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Կարևոր է, որովհետեւ ամեն ինչ հաջորդել է։ Օրինակ նաև ամբիոնից ասած, որ եթե հեծի աշխատող կան, դիվար։ Հեցի հարց չի քննարկվել։ Փաշինյանի որպես իրավաբան ինչ եք կարծում, կա իրավական մեթոդ մասնավորից հեծը վերցնելու։ Ես տեղյակ չեմ այդ Որպես process-ը։ իրավաբան Դե այդպեսի որպես իրավաբան ես քրեական ոլորտի մասնագետ եմ, հարցին պատասխանելու համար պետք է ծանոթ լինեմ։ Հիմա որտեղ է գտնվում պարոն Կարապետյանը։ Դատարանում արգելանքի տակ գտնվող անձանց համար առանձնացվեց փակ զոնա կա, փակ գոտի կա այնտեղ է։ Իսկ սահմանված կարգով ամենաուշը երբ կարող են հրապարակել որոշում։ Ամենաուշը ձերբակալման ժամկետը դատարանը չէ, 72 ժամ չէ, դատարան մուտք արվելուց 12 ժամվա ընթացքում։ Պարոն Հակոբյան, ասացիք, որ ոլորտի մասնագետ եք եւ երկարամյա մասնագետ եք, ուզում եի հասկանալ, այսպեսի նախադեպ ունեցել եք, այսպեսի մոտիվներով գործ հարուցել, անհասկանալի։ Չենք ունեցել։ Եվ դժվար էլ թե լինի երբևէ։ Հիմա ընդմիջվել են իստե այս բանը։ Չէ, ավարտվել է, դատավորը հեռացել է առանցին սենյակ դատական ակտ կայացնելու Մի համար։ բան էլ երեք տան դիմացից նաև այլ անձինք են ձերբակալվել։ Նրանց ճակատագրի մասին ինչ կարող եք հաղորդել եւ դուք եք։ Ես ընդհանրապես ոչ, ես չեմ ներկայացնում շահերը, ձեզ կարող եմ տեղեկացնել, որ 50-ից ավելի անձ 51 թե կոնկրետ քանակը չեմ կարող ասել, տարվել է ոստիկանություն հարկադրաբար իմ տեղեկություններով անհամաչափ հարկադրանք է կիրառվել։ Երկուսի թևն է կոտրվել։ Հա, Իսկ ինչ են տարել, ո՞րն է եղել։ ես փաստաթղթավորումը չեմ տեսել։ Կա այդ փաստաբան։ Իմ ստացած տվյալներով բոլորին պահել են ժամկետից շատ, առավելագույն ժամկետից շատ, եւ իմ ստացած տեղեկություններով նաեւ ոմանց ոստիկանները սեփական տան սեփական տարածք ներխուժել են եւ այնտեղից են տարել։ Ճիշտ է, որ երեք խոզարկության հա, այսինքն հակառնական գործողություններ իրական։ Այո, փաստաբաներ կան զբաղվում են այդ հարցով։ Չէ, ես նման տվյալներ չունեմ։ Իսկ Կարապետյանը այդ անխոզարկություն անցկացրել, որտեղ այդպեսի տեղեկություններ կա, որ սկզբից ուզել են խոզարկել, բայց որոշում չեն ունեցել դատարանի։ Այդ արդեն նախաքննության գաղտնիք կարող է լինի, որ հրապարակեմ։ Խոզարկությունը, չէ, զուտ փաստը խոզարկության ուզում եք իմանալ կա, թե չէ խոզարկել են բնակարանը։ Տունը խուզարկել են, այո։ Ինչ-որ բան արգրավել են, գտել են, ասենք պետական Ես չեմ մասնակցել խուզարկության արդյունքները հայտնի չեն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Պարոն Կարապետյան, ներողություն։ Հոգնածը մեր երկոր ոտը մենք էլ Չէ, բայց պարոն Կարապետյան։ դուք ոնը քնել եք, ես քնել։
Սիրենք